2025 թվականի ապրիլի 13-ին քրիստոնյա աշխարհը տոնեց ծաղկազարդը՝ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Նախօրեին եկեղեցիներում կատարվեց նախատոնանք, բացվեցին խորանի վարագույրները։ Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Առավոտյանից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիները։ Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակից դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը։ Հավարտ Սուրբ Պատարագի վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ եւ քահանաների մասնակցությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ, որից հետո Հավուր պատշաճի քարոզ ասաց թեմակալ առաջնորդը։ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսը հորդորեց ներկաներին շարունակել ապրել հավատքին նվիրվածությամբ Քրիստոսով, քանզի մեր Փրկիչը ամենուրեք է մեր հոգիներում եւ իր սիրով եւ իր զորությամբ։ Պահպանիչ եւ հույս հավատացնելով Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա, եկեղեցիս Հայաստանյայ, բառաչիկացյալ հավատավոր ժողովուրդը, նաեւ մանուկս Ընթովանյալ Սուրբ եւ Պատվական Խաչիկոյի խաղաղության, Խրկյահերևելի եւ աներևույթ թշնամույն, արժանավորյա գողությամբ բարավորելս քեզնց որդուևս տրփող կույտ, այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։